Ադրբեջանը հսկայական գումարներ է վճարել եվրոպական առաջին մարզական խաղերը Բաքվում անցկացնելու համար։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ նման պարագայում որևէ այլ գործոն միջազգային կառույցների համար դերակատարություն չի ունեցել։ Հայ մարզիկների մասնակցությունը այդ խաղերին քաղաքագետը դրական է գնահատում։ Նրա կարծիքով սպորտային կամ մշակութային միջոցառումների ժամանակ հայ-ադրբեջանական շփումները մասամբ կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ Կառավարությունների միջև մեր ու Ադրբեջանի վստահություն չկա, ղեկավարությունների միջև վստահություն չկա, լարված են հարաբերությունները, ինչը շատ հասկանալի է, Ղարաբաղի հարցը այդպես հեշտ չի կարող լուծվել, ուրեմն փոխադարձ մեղադրանքներ, լարվածություն եւ այլ, ու պարզ է, որ սպորտը, մշակույթը, հասարակական գործունեությունը այն դաշտերն են, որտեղ որ կարելի է շանս կա, ասենք, ինչ որ լեզու գտնել, մի քիչ մեղմացնել հարաբերությունները։ Այդ տեսանկյունից ես չեմ բացառում, որ ճիշտ էր գնալը, բացի դրանից մի քանի ոլորտներում մեր սպորտսմենները իրոք շատ բարձր մակարդակ ունեն, ոչինչ ցույց տանք Եվրոպային մեր մակարդակը, բայց գլխավոր իմ կարծիքով նպատակը մասնակցելն նա էր, որ դա սպորտի գոնե մակարդակով ինչ որ համատեղ խաղերի մասնակցություն, ինչ որ համատեղ շփում, դա այդ կոնտեքստով է ես նայում, ես ոչ միայն ասենք սպորտի արդյունքների կոնտեքստով եմ նայում։ Այո, եթե մենք այդ կոնտեքստով մարդու իրավունքների նայենք, ակնհայտ է, որ եւ Ադրբեջանի դեպքում եւ Ռուսաստանի հարցականներ պետք է առաջանային, բայց մեծ գաղտնիք չի, որ եւ FIFA-ում եւ Օլիմպիական կոմիտեում նաեւ այլ գործոններ են աշխատում, որը կոչվում է կոռուպցիա։ Շատերը չգիտեն, որ հարյուրավոր մարդիկ փախած են Ադրբեջանից, դրսում են, քանի որ եթե ինքրանք վերադառնան, իրանց կձերբակալեն։ Բայց այդ երևույթները շատ բացասական սկսվեցին վերջի 1.5 տարի։ Ինչ եմ ուզում ասել, ես չեմ ասում, մինչև այդ լավ էր, բայց այդքան վատ չէր, ինչքան այսօր։ Միգուցե երբ որ որոշումներ ընդունվում էր, քանի որ այդ կամ էլ վատ չէր, համաձայնվեցին անցկացնել եվրոպական օլիմպիական խաղերը Բաքվում։ Հաստատեն առաջին այսպես կարևորագույն գործոնը զուտ Ադրբեջանի տրամադրած գումարները։ Ես կարծում եմ, որ այո, քանի որ միշտ էլ գումարները մեծ դեր են խաղում, դա է պատճառը, որ հաճախ այդ որոշումները կատարվում են հաշվի առնելով այդ ֆինանսական հնարավորությունները այդ երկրների, ու Ադրբեջանը իրոք ստանձնեց ամբողջ այդ ծախսերը իր վրա, դա այդ գործոնը մեծ դեր է խաղում, միշտ էլ դա այդպես է, ուղղակի ես համոզված եմ, որ եթե այս վերջի մի տարվա մարդու իրավունքների խախտումների մասշտաբը լիներ այն ժամանակ, իրանք ուղղակի չէին անցնի նույնիսկ փող տրամադրելով։ Եթե ոչ ֆիզիկական բռնություն, որ ասենք երկիրը իր հականիշից վախենալով, հետագա զարգացումներից նման քայլի դիմելուց հետո հետագա զարգացումներից վախենալով ակրն է հայտ, ֆիզիկական ինչ-որ բռնություն չլինի կամ միջադեպեր չգրանցվեն, այնուամենայնիվ հոգեբանական ճնշումը մեր մարզիկների նկատմամբ կարող ենք արդյոք բացառել։ Թեկուզ հաշվի առնելով այն, որ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ մարզիկների նկատմամբ նրանք ագրեսիվ տրամադրված։ Ես կասկածում եմ, որ կլինի, դա եթե լինի պարզա մեր մարզիկները հետո այդ հարցը կբարձրացնեն, կխայտարակվի Ադրբեջանը, բայց